Գոյամարտ սերիալի այսօրվա դրվագը լի էր անասելի ցավով, խորտակված հույսերով և արգելված զգացմունքների դաժան պայքարով։ Այսօր վերջնականապես պարզ դարձավ, որ ծնողների գործած ծանր, արյունոտ մեղքերի համար ամենադաժան գինը վճարում են նրանց անմեղ զավակները, ում սերը դատապարտված է ոչնչացման։ Սա իսկապես սիրահար զույգերի անվերջանալի տանջանքի և արցունքների օր էր։ Սկսենք Լեայից, ում սիրտը պարզապես փշրվել է հազարավոր կտորների։ Նա տանջվում է հոգեկան ծանրագույն ապրումների մեջ, վերջնականապես գիտակցելով, որ Լեոն անդառնալիորեն հրաժարվել է իրենից։ Լեոյի աչքերում սառած ատելությունն ու վրեժը սպանել են ապագայի բոլոր հույսերը։ Նարեն, տեսնելով ընկերուհու այս քայքայված վիճակը, փորձում է հանդարտեցնել նրան, բայց ապարդյուն։ Այս ցավի դեմ ոչ մի սփոփիչ խոսք չի կարող լինել։ Նարեն հասկանում է իրավիճակի լրջությունն ու անում է ամենասարսափելի կանխատեսումը։ Նա ասում է, որ եթե Լեոյի այս կուրացնող ատելությունը երկար շարունակվի, ապա այն անխուսափելիորեն կբերի նոր, անդառնալի դժբախտությունների և կկործանի բոլորին։ Լեան, խեղդվելով արցունքների մեջ, հասկանում է, որ այլևս տեղ չունի իր հանցագործ ծնողների հարկի տակ։ Նա կայացնում է վճռական որոշում՝ ընդմիշտ լքել հայրական տունն ու գնալ ապրելու իր հորաքրոջ՝ Էռնայի տանը։ Բայց Լեայի տառապանքները գրեթե ոչինչ են այն հոգեբանական դժոխքի համեմատ, որի միջով հիմա անցնում է Գրիշոն։ Իմանալով սարսափելի ճշմարտությունը, որ իր հայրը դաժանաբար սպանել է Լեոյի և Մանանի հորը, Գրիշոն հայտնվել է կատարյալ փակուղում։ Նա հոգեպես ոչ պակաս ծանր սթրես է տանում։ Այժմ նա սթափ գիտակցում է, որ Հունանն իրականում ճիշտ էր։ Ինքն ուղղակի բարոյական իրավունք չունի և երբեք չի կարող լինել Մանանի հետ։ Բայց արի ու տես, որ սիրահար սրտին հնարավոր չէ հրամայել։ Կարոտից ու մեղքի զգացումից խելագարվող Գրիշոն գաղտնի հեռախոսահամարից զանգահարում է Մանանին։ Երբ աղջիկը պատասխանում է, Գրիշոն քարանում է։ Նա չի կարողանում ոչ մի բառ արտաբերել։ Նա լուռ լսում է սիրելիի շնչառությունը և հասկանում, թե որքան անսահման մեծ է իր զգացմունքը Մանանի հանդեպ և միևնույն ժամանակ որքան խստորեն արգելված է իրեն սիրել այդ աղջկան։ Ինչպես ասում են, արգելված պտուղը միշտ ավելի քաղցր է։ Այսուհետ Գրիշոն ավելի խենթ ու անկառավարելի ուժով է սկսում սիրել Մանանին։ Բայց այդ սերը թունավորված է։ Գրիշոն իրեն կրկնակի, եռակի մեղավոր է զգում, քանի որ փաստացի կրակելով Դավիթի վրա նա շարունակել է իր հոր արյունոտ ճակատագիրը և նոր անդառնալի հարված հասցրել Սարգսյանների ընտանիքին։ Նա մարդասպանի որդի է, ով ինքն էլ դարձավ դահիճ։ Մինչ երիտասարդների կյանքը կործանվում է, Դավիթ պապիկը բախվում է հերթական ստոր դավաճանությանը։ Նա վերջապես իմանում է խայտառակ մի փաստ։ Պարզվում է, որ աներես Ավոն Հունանի փեսան է։ Այս լուրը լսելով ծերունին իսկական շոկ է ապրում։ Նա չի կարողանում հասկանալ, թե ինչ աստիճանի ցածր, անարժան ու անսկզբունքային պետք է լինի մարդ, իր որդին Ավոն, որ Հունանի նման հրեշին իրեն բարեկամ ու հարազատ համարի։ Բայց մենք բոլորս գիտենք ամենակարևորը, սա դեռ միայն սկիզբն է։ Պատկերացնում եք, թե ինչ աննկարագրելի ցնցում, ինչ կործանարար փոթորիկ է սպասվում, երբ Դավիթ պապիկը վերջապես իմանա գլխավոր, արյունոտ ճշմարտությունը։ Երբ իմանա, թե ով է իրականում Հունանը և որ հենց նրա ձեռքերով է սպանվել իր սիրելի որդին Ռաֆոն։ Այդ օրը հաստատ շատ բան է փոխվելու։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում։ Լեան կկարողանա հանգստություն գտնել հորաքրոջ տանը, թե այնտեղ էլ են նրան փորձություններ սպասվում։ Եվ կկարողանա արդյոք Գրիշոն հաղթահարել մեղքի զգացումն ու կրկին մոտենալ Մանանին։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով, վարկածներով և սպասումներով մեկնաբանություններում։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ ձեր տեսակետը։